Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Պետրոսյան հրավերն ընդունելու համար։ Իրավիճակը ինչպիսին է Իրանում ներկայությամբ։ Ներկայությամբ Իրանում իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը շատ սուղ է, քանի որ ըստ էության տեղեկատվության մեծ վակուում կա, չկա, չի գործում համացանցը, չի գործում հեռախոսակապը եւ մեծ հաշվով կապը Իրանի հետ պահել, այսպես որպես այդպեսին հնարավոր չի դառնում եւ հիմնական տեղեկատվությունը, որ շրջանառվում է, դա տարբեր ականատեսների, չորվակայությունների, տարբեր ասեկոսների կամ դիցոկոնակ նկարահանումների այդ շրջանակները հիման վրա է, որոնք դուրս են գալիս երկրից, շփվում են տարբեր տեղեկատվական շրջանակների հետ, ինչ որ տարբեր հումանիտար կազմակերպություններ ներկայացուցիչներ եւ նման կերպով էլի կրկնում ոչ այնքան հավաստի հիմնականում սուբյեկտիվ հիմքով ներկայացում են տեղեկատվություն։ Ընդհանուր առմամբ եթե այդ ամբողջն էլ վերլուծենք, կարելի է փաստել, որ մեծ հաշվով երևի թե Իրանի իշխանությունն արդեն հաջողվել է իրավիճակը բերել կառավարության հուն, իսկ զսպել ուրեմն այդ բողոքի գործողությունները, իհարկե զանգվածային ուժի կիրառման միջոցով եւ զուգահեռաբար նաեւ քարոզչական ակտիվ աշխատանքով եւ այս բանը կրկնում եմ կարծես թե իրավիճակը կառավարել է թվում։ Բայց ինչու սրվեց։ Սրվեց շատ պատճառը իհարկե տնտեսական խնդիրներն էին, որպես այդպեսին բերվում, բայց բացառապես դա չէր վստահաբար ենթատեքստում Չէ, տնտեսական խնդիրն էս, տեսեք, շատ լավ հարց եք տալիս իրական, որի մասին այդքան էլ չի խոսում, որտեվ օրինակ սրանից մի քանի ամիս առաջ, երբ որ Իրան-Իսրայել պատերազմն էր, այն ինչ որ այս պահին Իրանում արկա է, դա նվեր կլիներ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար այդ պատերազմը շարունակելու եւ իրենց վերջնարդյունքին հասնելու այն է վարչակարգի տապալումը փոփոխությունը։ Բայց այս գործընթացները իրենք այո տնտեսական հողի վրա են, բայց անկանխատեսելի են։ Այսինքն կանխատեսելի չէր, որ կարող էր նման process տեղի ունենալ, որովհետեւ դրան պատրաստ չեն, պատրաստ չէր Միացյալ Նահանգները, ոչ Իսրայելը, ոչ տարածաշրջանի երկրները, անգամ Իրանի իշխանությունները պատրաստ չեն։ Այսինքն այս առումով անակնկալ ուրեմն այս իրավիճակը բավականաչափ մեծ նաև ազդեցություն ունեցավ, որպեսզի զարգացումներ հենց այս հունով ընթանում, որովհետև եթե կանխատեսված լինեն, որ ասենք ինչ որ կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում հնարավոր են նման գործընթացներ, կարծում թե տարածաշրջանը եւ թե տարածաշրջանից դուրս պատրաստ կլինեն եւ ավելի էֆեկտիվ գործեն, բայց այս անգամ մենք տեսանք, որ անգամ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որոնց միջոցով փորձեր արվում երկու իմ կարծիքով երկու հիմնական ուղղությամբ, գնալ կամ փորձել ամերիկյան հնարավոր միջամտության սպառնալիքով թույլ չտալ, որպես Իրանի ներսում շատ ավելի մեծ կամ շատ ավելի բիրտ գործողություններ կիրառվեն եւ հասարակության շրջանում, քաղաքաբնակության շրջանում ավելի մեծ կորուստներ։ Իսկ երկրորդը այդ հայտարարությունների միջոցով կարծես թե հող է նախապատրաստվում ավելի մեծ լայնամասշտաբ գործողությունների, որոնք մինչև այժմ տեղի չունեցան, բայց այնուամենայնիվ ներսում ներողություն թե Միացյալ Նահանգների կամ Իսրայելի կողմից Չէ, Միացյալ այս դեպքում ավելի շատ գործողություն ինքը համակարգված պետք է տեղ ունենալ։ Իսկ Միացյալ Նահանգները ինքը իհարկե կարող էր որոշակի բնականաբար գործողություններ իրականացնել, բայց որպեսզի լիներ հստակ չափելի վերջնարդյունք, դա միանշանակ պետք է Իսրայելի հետ համակարգված փոխհամաձայնեցված տեղ ունենալ։ Կարծում որ այդ սցենարը այս պահին չկար, հենց այդ դրա մասին եմ նշում, որ եթե լիներ կանխատեսելիություն, բնականաբար երկու երկրներն էլ ավելի պատրաստ կլինեն եւ դրա բացատրություններ կա։ Օրինակ ամերիկյան վարչակազմը զբաղված է իր համար շատ ավելի առաջնային խնդիրներով։ Իսրայելը եւս դեռևս Գազայով է զբաղված, Լիբանանում Հիզբալլահ խմբավորման հարցերը լուծելով է զբաղված, ներքին process-ներով են զբաղված նախապատրաստման խորհրդարանական ընտրությունների։ Իսկն պատրաստի սցենար չունեին, որ ենթադրենք մինչև ընտրությունները այս կարճաժամկետ ուրեմն ժամանակահատվածում գնային ավելի թիրախային եւ հստակ նպատակային գործողություններ։ Այսինքն պարոն Պետրոսյան, Վաշինգտոնի համար այս պայծրությամբ շատ թանկ
կին կարող է արժանալ Իրանի հետ բաց պատերազմում։ Սա էլ մյուս կարևոր հարցն է, շնորհակալ եմ այս հարցի համար։ Ինչու կոնկրետ չկա ավելի նպատակային ռազմական գործողությունների սցենար, պլան։ Շատ པարզ պատճառով, որովհետև չկա լուծման այն տարբերակը, թե ինչ է լինելու Իրանում վարչակարգի տապալման հաջորդ օրը, որովհետև Իրանը բարդ երկիր է, Իրանը չեն կարող համեմատել տարածաշրջանի որևէ երկրի հետ։ Այն նախ կառավարման համակարգի առումով է բացառիկ երկիր։ Օրինակ նույն հարևանությամբ ցանկացած երկիր, նույն վերցնենք Իրաքը, որտեղ եղավ ներխուժում, հա, Սիրիան, որտեղ տարիներ շարունակ ուրեմն քաղաքացիական պատերազմ, Լիբիան եւ այլն։ Այնտեղ համակարգը այլ էր, շատ արագ կերպով, ճիշտ է, հետևական ժամանակ այդ քաոսը եղավ եւ այլն, բայց կային օրինակ իշխանության հստակ ձևավորված մարմիններ, որոնք պարզապես ինչ վերագործարկելով հնարավոր եղավ կառավարելի իրավիճակ ստեղծել։ Իրանի պարագայում շատ բարդ է, որտեղ իշխանությունը ինքը բազմաշերտ է, կառավարման համակարգը բազմաշերտ է, փոխ լրացնող է, հետո չկա այնպիսի ուժ համակարգային ընդդիմադիր ուժ երկրի ներսում, որի վրա խաղադրույք անելով հնարավոր կլինի, ասենք, վարչակարգի տապալումից հետո կառավարելի պահել իրավիճակ։ Օրինակ հիմնական ընդդիմադիր իսկ ներողություն, այս դժգոհության ալիքը որևէ ընդդիմադիր ուժ չէր ուղղորդում։ Դե ոչ, հենց սա է ամենակարևորը։ Ինքնաբուխ է, քաղաքացիական է։ Օրինակ ցանկացած երկրում, երբ որ մենք դիտարկում ենք, բողոքի գործող, օրինակ նույն այս Իրանի զուգահեռ Վենեսուելայում տեղ ունեցան գործընթաց, բայց մենք տեսակ ինչքան սահուն էր անցումը տեղի ունեցավ։ Որտեղ այնտեղ կա համակարգային ընդդիմություն, որը տասնամյակներ շարունակ պայքարել է Մադուրոյի եւ նրա Իրավան ախորդի հետ։ Բացի դրանից իշխանության կայուն համակարգ կա եւ այդ անցումը այնտեղ ավելի սահուն իրականացել։ Իրանի դեպքում դա շատ բարդ է։ Այսինքն ունենք տարբեր սցենարներ են քննարկում։ Ես կրկնում եմ, հիմնականում խոսում էր Իրանի ուրեմն վերջին շահի որդու տեխնացիան մասին, բայց նա, այո, եթե վերցնենք ընդհանուր լիդեր որպես դեմք, որոշակի հեղինակություն ուներ, բայց համակարգի ձևավորման կառավարման առումով նա մեծ հաշվով անգործունակ դերակատար է։ Իրանում տարբեր սցենարներ են քննարկում, օրինակ կարող էր նախագահի հետ ինչ որ բանակցություններ միջոցով սահուն ընթացքը, ես նշում եմ մամուլում հիմնականում քննարկված տարբերակները, նախագահի մասնակցությամբ Փեզեշքյանի կամ ասենք ԻՀՊԿ-ի, որը շատ կարևոր գործոն է Իրանի կառավարման համակարգում, նաև ուժային առումով շատ կարևոր գործոն է, ԻՀՊԿ-ի որևէ ազդեցիկ խմբի կամ ինչ որ դերակատարի հետ, բայց եթե չկա գործուն սցենար, նշանակում է այդ փոխհամաձայնությունները, որոնք անհրաժեշտ են, որ պետք է ձեռք բերվեն, դրանք ըստ էության չեն կայացել։ Բացի այդ մի կարևոր հանգամանք նշեմ, հատկապես հունիսյան պատերազմից հետո եւ այլ ավելի այսպես ընդգծված կերպով Վենեսուելայում տեղ ունեցածից հետո, երբ որ Իրանում էլ արդեն բողոքի գործողություններ, ես կարծում եմ իրանական կողմը Իրանի իշխանությունները ձեռք են բերել, այսինքն գործում են մաքսիմալ զգուշավոր կերպով, փորձելով կառավարելի պահել իրավիճակը եւ արդեն նախկինում բազմիցս փորձարկված սցենարով այս անգամ եւս շատ արագ մի քանի օրում կարողացան գոնե առայժմ լրացնել իրավիճակը։ Իսկ այս ներքին դժգոհությունների վրա արտաքին որևէ ազդեցության նշաններ կամ դրա վերաբերյալ վերլուծություններ անկախ լսել եք, կային, կարող էին լինել։ Հա, այսինքն արտաքին միջամտությամբ ես կարծում եմ, տեսեք, այս պահին կարծում եմ ոչ, բայց Իրանում իրավիճակն այնպեսին է եւ ընդհանրապես Իրանի հակառակորդների տվյալ դեպքում հատկապես Իսրայելի ինչու ոչ որոշակիորեն նաև Թուրքիայի արաբական երկրների, հա, որոնք մրցակիցներ կամ հակառակորդներ են Իրանին։ Իրանք ունեցել են մշտապես Իրանում տարբեր իրավիճակներում ուրեմն գործընթացների վրա ազդելու հստակ սցենարներ, այսինքն ստեղծել են տասնամյակների ընթացքում գործակալական ցանցեր, որոնք ըստ, ասենք, տարբեր առիթներով հասարակության ակտիվացման փորձել են ուրեմն մուտք գործել process-ների մեջ, ուղղորդել եւ նաեւ տանել process-ները այն սցենարներով, որոնք անհրաժեշտ են այս պատվիրատուներին։ Այս հանգամանքը կար եւ ակնհայտ է, որ այստեղ կոնկրետ իսրայելական ցանցերն աշխատել են, հատկապես ցույցերի առաջին օրերին, երբ որ կոնկրետ, ասենք, երկրի արևմտյան հատվածում են հիմնական իրադարձությունները, որոնք ազդեցություն ունեն կոնկրետ ազդում են կոնկրետ եւ կամ այդտեղ կա Իսրայելի մեծ ազդեցությունը։ Այս միանշանակ է, բայց ավելի լայն
ուղղորդման այսպես տարբերակ ես չեմ տեսել, չնայած որ կրկնում եմ նույն Միացյալ Նահանգները հատկապես Դոնալդ Թրամփը իր հայտարարությունները Twitter-ով անուղղակի կերպով ազդում էր process-ների վրա, այո, հետո բացի դրանից նույն նախկին շահի որդին եւս իր ուրեմն ուղերձներով հայտարարություններով փորձում էր ազդել տարբեր իրանական ընդդիմադիր շրջանակներ, բայց դա համակարգված բնույթ չի կրել, որ ասենք ինչ որ կազմակերպված գործընթաց է եղել եւ բնականաբար կարելի էր դրանից ակնկալել շատ ավելի մեծ արդյունք։ Հայաստանում Իրանի դեսպանատան առջև տեղի ունեցած ցույցերի պատճառով Թեհրանի խոսույթը բավականին, պաշտոնական խոսույթը բավականին ստրվեց։ Հայաստանում Իրանի դեսպանը ասաց, որ իրենք տպավորություն ունեն, թե Հայաստանը իրենց դեմ գործողությունների կենտրոն կարող է դառնալ կամ դառնում է։ Ոնց կմեկնաբանեք այս հայտարարությունը։ Ես իհարկե պաշտոնական Երևանի տեսակետը հայտնի է, դրանով ամենաբարձր մակարդակով խոսեց վարչապետը։ Որ այսպես ասեմ, որ տեսեք, որքանով որ հասկանալի է, որ բարեկամական Իրանում բավականաչափ բարդ է իրավիճակը եւ թե պետությունը եւ թե հասարակությունը բավականաչափ զգայուն շրջափուլում են գտնվում եւ բնականաբար հատկապես այս համատեքստում էլ հատկապես շատ բարեկամական երկրների նկատմամբ ավելի մեծ է ուշադրությունը, բայց այնուամենայնիվ ես կարծում որ նման հայտարարություններն այնքան տեղի չեն, ընդ որում կապ չունի ինչ որ երկրի դիվանագետ է խոսում, ամենաբարեկամական երկրի, դաշնակից երկրի, որևէ կապ չունի նման խոսույթը իմ կարծիքով այնքան էլ այսպես ասեմ, հա, գործընկերային չէ։ Ոչ միայն գործընկերային չէ, նման խոսույթը ինքը չի կարող մեծ ազդեցություն ունենալ process-ների վրա, հակառակ էֆեկտը կարող է ունենալ, հատկապես դիվանագիտական մակարդակում, երբ որ սովորաբար այդ մակարդակում հիմնական հարցերը լուծում են ոչ հրապարակային մակարդակում։ Հասկանում եք, բոլորը պետք է հասկանան, ես կրկնում եմ, էլի, ինձ համար դա սա շատ նուրբ հարց է։ Հայաստանի Հանրապետությունում գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները։ Եվ Հայաստանի Հանրապետությունը գործում է այդ պարտավորություններով։ Եվ որևէ երկրի դիվանագետ կրկնում, անկախ այդ երկրի կշռից, Հայաստանի հետ հարաբերությունների բնույթից, անկախ այդ դիվանագետի հեղինակությունից, նման հայտարարություններ ընդունել չեն։ Ցանկալի է, որպեսզի այդ հարցերը լուծվեն ոչ հրապարակային մակարդակում, որտեղ դրանք ավելի շատ ունենում են բացասական էֆեկտ հատկապես այն պարագայում, երբ որ Իրանի նկատմամբ մեր հասարակության մոտեցումները բավականաչափ նուրբ են, զգայուն են եւ թվում է թե այս նման հայտարարությունները պետք է դրական էֆեկտ ունենան, բայց հակառակը մենք Ռուսաստանի օրինակը ունենք, երբ որ փորձ է արվում ինչ որ կերպ ուղղորդել Հայաստանում ներսում process-ները, դա անկախ պետության հասարակության վրա եւ նաեւ ինչու ոչ իշխանությունների ընդհանրապես պետության վրա ունենում է հակառակ էֆեկտը։ Դեսպանը ոչ միայն այս թեմայով է սուր հայտարարություններ արել, ասուլիսի ժամանակ խոսեց նաեւ թրիփի մասին։ Մենք լսել ենք, որ հայ-ամերիկյան այս թրիփի ծրագրի շուրջ Իրանից կարծես հավաստիացումներ կան, որ իրենք խնդիրներ չեն տեսնում, եթե չեն խախտվում, այսպես ասած, իրենց կարմիր գծերը, բայց այս անգամ դեսպանն ավելի կոշտ գտնվեց, ասելով, որ իրենք կարող են մտածել, որ նահանգների այս նախագիծը կարող է իրենց անվտանգային քաղաքականությունը շարունակելու համար օգտագործվել։ Սա ոնց է կբացատրում, ինչ է փոխվել։ Տեսեք, սա արդեն պետք է մի փոքր այլ տեսանկյունից դիտարկել։ Այսինքն այս նույն ասուլիսի հայտարարությունը երբ է տեղի ունենում, երբ որ Իրանում ներքաղաքական լուրջ process-ներ են Ամերիկայի Միացյալ Նահանգների ուրեմն շատ ակտիվ դերակատարական, ամենաակտիվ այս process-ների հետ կապված Միացյալ Նահանգներն են։ Այստեղ մի նրբություն ասեմ, հետո դրա հարցին պատասխանում։ Իսրայելը այս պարագայում շատ չեզոք էր կամ նրա հետաքրությունը այդքան չեն եղել։ Սա ունի բացատրություն, որտեղ Իսրայելի դերակատարումը ազդեցություն ինքը Իրանի ներսում հակառակ էֆեկտ ունենում։ Այսինքն եթե խոսոր Իսրայելը կարող է միջամտի, դա հակառակ էֆեկտը կարող է, հակառակը այսինքն նպաստելով սետ ցույցերը ծրվեն հասարակությունը ավելի միավորված։ Միացյալ Նահանգների պարագայում մի փոքր այլ է։ Այսինքն վերաբերմունքը տարբերվում է։ Մարդիկ կան, որ աջակցում են անգամ այդ հատկապես ընդդիմադիրները, հա, իրենք սպասում են Միացյալ Նահանգների գործում ներգրավացան, որպեսզի Միացյալ Նահանգների աջակցությամբ իրենք գնան ուրեմն կամ հասնեն իրենց վերջնանպատակին։ Բայց այս պարագայում երբ որ նման process է, բնականաբար Իրանի
ցանկացած պաշտոնյայի հայտարարությունները Միացյալ Նահանգների նկատմամբ պետք է կոշտ լինեն։ Ընդ որում այդ հայտարարությունները ոչ միայն Հայաստանն է վերաբերում, ոչ միայն Թրիփին, օրինակ նույն Կատարի մասին է խոսվել, նույն Միացյալ Էմիրությունների, տարածաշրջանի այն երկրների մասին, որտեղ Միացյալ Նահանգների ներկայություն չկա, այսինքն որ երկիրը որ կտրամադրի Միացյալ Նահանգներին տարածք, դա վերածվելու է Իրանի համար ուրեմն թիրախ է, օրինական թիրախ։ Հիմա Թրիփի պարագայում ամենազգայուն հարցը Իրանի համար դա Միացյալ Նահանգների ներգրավվածությունն է, որտեղ ակնհայտ է, որ նախագիծը ենթադրում է այս պահին գոնե տնտեսական մեծ ներգրավվածություն, իսկ իրենք Միացյալ Նահանգների ցանկացած ներկայության անգամ տնտեսական շերտի տակ տեսնում են քաղաքական եւ ռազմական ներկայացում եւ եթե կա Միացյալ Նահանգները նրա կողքին կա նաեւ Իսրայելը։ Սրանով է պայմանավորված այդ հայտարարությունը, հետեւաբար ես կոնկրետ այս հայտարարության այդքան լուրջ չեմ վերաբերի, որտեղ կրկնում դա առավելապես իրավիճակային էր եւ խնդիր էր դրված հերթական անգամ թիրախավորել Միացյալ Նահանգները եւ ցույց տալ, որ Իրանը ցանկացած երկրում պատրաստ է իր շահերը առաջ մղել եւ հակառակվել, դիմադրել Միացյալ Նահանգներին իր հնարավորությունների սահմանով, տվյալ դեպքում դիվանագետի արտակարգ եւ լիազոր դեսպանի շուրթերով։ Բայց Թրիփի վերաբերյալ ընդհանուր առմամբ ինչպիսի տեսակետ ունի ձևավորված Իրանը։ Թրիփի նկատմամբ տեսակետերը տարբերում են բովանդակային առումով։ Ընդհանուր առմամբ այս ապաշրջափակումն ասում բնականաբար Իրանի մոտեցումները բացասական են, այս մասին բազմիցս է խոսվել, գոնե մինչ այս եղած վերլուծական մակարդակում այդ գիծը նկատվել է, որքան էլ որ քաղաքական մակարդակում նշվում է, որ կա Երևանի եւ Թեհրանի միջև ըմբռնում, բայց ակնհայտ է, որ Իրանը տեսնում է այս նախագծի հետ կապված առնվազն երկու մակարդակում լուրջ մտահոգություն, այն որ ինքը կորցնում է իր բացառիկ ռազմավարական եւ տարանցիկ դերը թե Հայաստանի համար եւ թե Ադրբեջանի համար, որտեղ նույն ապաշրջափակումը լայն իմաստով, այսինքն Հայաստանի համար Թուրքիայի տարածքով եւս ելքը արտաքին աշխարհ, դա նվազեցնում է Իրանի այդ բացառիկ կարեւորությունը Հայաստանի համար, նույնը Նախիջևան-Ադրբեջան կապի մասով։ Այնպես որ այս առումով բնականաբար ուրեմն այդ մտահոգությունը միշտ եղել է։ Երկրորդը որքան էլ որ նշվում է, որ Իրանի համար եւս կան հնարավորություններ, այնուամենայնիվ չի երևում, չի նկատում, որ Իրանը փորձում է դիտարկել այդ հնարավորությունները։ Ընդ որում նշեմ, որ վերջերս արդ եղավ դեսպանի հետ դեսպանատան հանդիպմանը եւ նաեւ ուրեմն Իրանի փոխարտգործնախարարներ ներկա եւ էլի իր խոսքից էլ նկատվեց, որ կա որոշակի թերահավատություն այս Թրիփ նախագծի իրականացման մասով։ Եվ երկրորդ կարևոր մտահոգությունը, ինչպես արդեն նշեցի, դա Միացյալ Նահանգների ներգրավվածությունն է, այստեղ որ անկախ ամեն ինչից միևնույն է Իրանում տնտեսական է դա։ Այո, որևէ կերպ դա, այսինքն իրենք դիտարկում։ Այս ներողություն Իրանում կան տրամադրություններ, որ կարող է այս ճանապարհը Զանգեզուրյան միջանց կոչված է լինի, ոնց որ փորձում են ներկայացնել Ադրբեջանը։ Թե Իրանը այս հարցով վերիվ համոզված է մեր տեսակետների մեջ, որ որևէ կերպ դա միջանցք չի նախատեսում։ Տեսեք, Զանգեզուրյան միջանցք ինքը ենթադրում էր ըստ իրանական կողմի գնահատման, որտեղ ձեր հարցը հենց այդ մասն էր, ինքը ենթադրում էր Հայաստանի հարավով ճանապարհ, որը չի լինելու Հայաստանի վերահսկողության տակ, Զանգեզուրյան միջանցքի տրամաբանությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի վերահսկողությամբ ճանապարհ էր, որը Հայաստանի ինքնիշխանությունից դուրս է լինելու եւ մեծ այսպես սպառնալիք է առաջացնում Հայաստան իրեն սահմանի համար։ Հիմա Թրիփը այդ մտահոգությունները Ոչ, հիմա այդ մտահոգությունը այնպես կա, որտեվ երբ որ օրինակ նույն Վելայաթին, այսինքն հոգեոր առաջնորդի խորհրդականը հայտարարում, որ Զանգեզուրի միջանցքը կամ նույն Թրիփը իրենց համար նույն սպառնալիքն է առաջացնում, հիմա իրենք դիտարկում են այդ նույն ճանապարհը կամ երթուղին որպես միջանցք, բայց այս անգամ ոչ թե թուրքական վերահսկողությամբ, այլ ամերիկյան վերահսկողությամբ։ Իսկ Ամերիկայի որ ավելի լավ է թե վատ է գնահատում։ Ոչ, ավելի վատ է։ Իսկ եթե Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց համար ավելի կառավարելի հակառակորդներ են, Միացյալ Նահանգները շատ ավելի ազդեցիկ դերակատար է, գումարած դրան, եթե կա Միացյալ Նահանգները, ինչպես արդեն նշեցի,
նրա կողքին կա նաև Իսրայելը։ Հենց սա է պատճառը, որ իրենք չեն կարող բացահայտ խոսել, հատկապես մենք հիշում ենք, որ Թրիպի վերաբերյալ պայմանավորությունները ձեռք բերվեցին օգոստոսի 8-ից հետո, իսկ օգոստոսի 8-ին, իսկ օգոստոսի 8-ից առաջ տեղի ունեցել պատերազմը եւ Իրանը բավականաչափ զգուշավոր էր իր խոսույթում Միացյալ Նահանգների նկատմամբ, անգամ այս ցույցերի հետ կապված Իրանի մոտեցումները, հայտարարությունները եւ գործողությունները շատ ավելի զգուշավոր են։ Օրինակ նույն նախագահը առաջին օրերին ասում էր, որ այդ դժգոհությունները օբյեկտիվ են։ Երբ որ եղավ Թրամփի կողմից հայտարարություն, որ եթե եղան մահապատիժներ, ես միջամտելու եմ, շատ արագ խոսվեց, որ ոչ որևէ մահապատիժ չկա։ Այսինքն Միացյալ Նահանգների ուղղությամբ հասցեն իրենց խոսույթը շատ չափավոր է, բայց լինում են նաև իհարկե դեպքեր, երբ որ պետք է լինում այդ ուղերձները հասցնել եւ նրանք օրինակ նույն այդ վերջին դեսպանի հայտարարությունը եւ նրանք փաստացի չեն վարում, բայց դա կրկնում եմ ուղերձները որքան էլ ուղերձ լինեն այս դեպքում Իրանի ազդեցությունը հենց այդ մակարդակում է, այսինքն Իրանը ունի ավելի մեծ հնարավորություններ այս process-ին խոչընդոտելու եւ իմ գնահատությամբ ես այդ մասին նաեւ ամիսներ առաջ եմ նշել Իրանը կարող է շատ ավելի ակտիվ եւ արդյունավետ գործել, եթե լինի այս հարցում Ռուսաստանի հետ հստակ գործողության սցենար եւ համագործակցություն։ Ինքնուրույն Իրանը այս process-ների վրա չի կարող ազդել, բացի քաղաքական հռետորաբանությունից, քարոզչությունից, վերլուծական, տեղեկատվական ինչ որ գործիքակազմից։ Ամփոփելով զրույցը, Թրիփը ինքնին տարածաշրջանում ինչպիսի իրավիճակ կստեղծի։ Ապա շրջափակումի վերջը տեղի կունենա եւ ազդեցությունների մասով ինչ տեղի կունենա։ Տեսեք, շատ լավ հարց եք տալիս։ Եթե ապա շրջափակումը այն տրամաբանությամբ ընթանա, որով օգոստոսի 8-ին ձեռք են բերվել, ֆիքսվել են սկզբունքները եւ դրանից հետո էլ մենք որոշակի process-ի ականատես ենք եղել Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Այսինքն եթե անխոչնդոտ այդ process-ը ընթանա, վստահաբար գոնե Հայաստանի համար դա ինչու՞ չէ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի համար բավականաչափ մեծ հնարավորություններ է ստեղծելու եւ ամբողջ տարածաշրջանի համար եւ միաժամանակ մի քանի տարածաշրջանների համար բայց ցավոք սրտի աշխարհում շարունակվող անորոշությունը Ուկրաինա-Ռուսաստանը չդադարող հակամարտությունը Միացյալ Նահանգների որոշ առաջնահերթություններ որոնք հանգեցնում են միջազգային իրավական համակարգում նոր ճգնաժամերի տարածաշրջանում անկանխատեսելի զարգացումները իրենք շատ են մեծացնում անորոշությունը որ այս process-ը գոնե հարթ կընթանա որտեղ ճիշտ է ինքը կոնկրետ Հայաստան Ամերիկայի Միացյալ Նահանգներ պրոյեկտ է իհարկե ներառելով օրինակ նույն առանձին շերտերում Ադրբեջանը ինչ որ Թուրքիան որտեղ այդ ապաշրջափակումը նաև այս ուղղությամբ է լինելու բայց այնուամենայնիվ այս անորոշությունները կարող են որոշակի առումով դանդաղեցնել process-ը բայց հուսանք եւ ինչը շատ կարեւոր է ես ուզում սա ընդգծել Հայաստանի Հանրապետության կողմից այս այսպես ասեմ, հա, process-ը ուղղորդելու նախաձեռնողական մոտեցումը շատ կարևոր է։ Միացյալ Նահանգները այս բանը շատ ավելի էական առաջնահերթություններ ունի եւ որպեսզի իրենց ուշադրությունը եւ նաեւ բնականաբար նաեւ ջանքերը մնան մեր տարածաշրջանում եւ այս նախագծի շրջանակներում հատկապես Հայաստանի կողմից այդ նախաձեռնողական քաղաքականությունը պետք է լինի, քայլերը պետք են, այսինքն Հայաստանը իր հնարավորությունների բոլոր ուրեմն շերտերով պետք է փորձի այս process-ը ուղղորդել մի կողմից Միացյալ Նահանգների եւ այլ գործընկերների ուղղությամբ, այսինքն արտաքին ուղղությամբ, մյուս կողմից երկրի ներսում արդեն կոնկրետ գետնի վրա process-ն առաջ մղելու ուղղությամբ։ Դա շատ կարևոր է, որովհետեւ ես նկատում որ թե Ադրբեջանը եւ թե Թուրքիայում սպասում են այս process-ին, որպեսզի իրենց կողմից արդեն ինչ որ գետնի վրա էլի քայլեր իրականացնեն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Արմեն Պետրոսյանն էր, կհանդիպենք։